պաշտպան կանգնեցիք հայ առաքելական եկեղեցուն, մեր սրբության սրբոցը, մեզ համար սրբություն է մեր ընտանիքը, հայրենիքը եւ մեր հավատքը, որը մեր եկեղեցով է արտահայտվում, դա սրբություն է, դա որևիցե ինչ որ մի կոնտեքստի մեջ չի տեղավորվում, երբ որ երկրի վարչապետը, երրորդ պաշտոնյան, ինքը երրորդ պաշտոնյան է, բայց իր, չգիտեմ, իր երեխաների կամ իրենց ծնված ինչ որ բալիկների մայրը առաջի տիկին է համարվում, բայց ինքը երրորդ պաշտոնյան է, կհասնենք հիմա դրանց, հարցակում եկեղեցու վրա, եկեղեցու ներքին կանոնակարգերի կամ ինչ-որ խնդիրների է նա անդրադառնում, որը որ մի քանի հարցի պետք է պատասխանի։ Պարոն Շահինյան, բայց ամենահատկանշականը ամենակեղտոտ, ամենագրեհիկ, ամենագարշալի տերմինոլոգիայով է ամեն ինչ, ուղղակի ամոթալի է դրանք կրկնելը անգամ։ Իհարկե ամոթալի է դրանք կրկնելը, լավ ասեց Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը, ասեց մենք մեր ծնողը դասատու է եղել, բայց կարար եւ բանվոր լիներ, բայց դասիրակ է երեխաներին, այլ ոչ թե այս անդասիրակ, այս վիժվածքի բառապաշարով եւ բառամթերքով, երբ նա խոսում է մեր կաթողիկոսի մասին, երբ նա խոսում է մեր ազգային բարերարների մասին, երբ նա խոսում է ընդհանրապես մեր ազգի մասին, կամ այսօր իրենց զավակներին կորցրած կամ անհայտ կորած ծնողների նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին եւ ընդհանրապես այն մոտեցումը ինչը որ ինքը ունի մենք այսօր առաջի օրը չի առաջին անգամ չի որ մենք այս ամեն ինչին գնահատականներ ենք տալիս ինձ մոտ դա արդեն 18 թվականի հունիսից էր պարզ թե սա ինչ ավանտյուրա էր ինչ ավանտյուրայով եկավ եւ ինչպես է շարունակելու հայ-թուրքական այն գործընթացները որ մինչեւ այդ կային սկսվել էին Աբդուլլա Գյուլ Սերժ Սարգսյան այդ հանդիպումներից, ջանգյուլումներից, այցերից ոչ մեկ չի ասում հարաբերություններ մի ունեցեք ֆաշիստական Գերմանիան էլ երկու համաշխարհային պատերազմ է արել 20-րդ դարում եւ բոլորը շփվում են Գերմանիայի ղեկավարության հետ եւ նաեւ վարկեր են վերցնում արդյունաբերությունով էլ երևի Եվրոպայում թիվ 1-ն է այսօր բայց խնդիրները լուծեցին, հասկացան, նոր դրանից հետո անցան արդեն դիվանագիտական, տնտեսական, տրանսպորտային խնդիրների քննարկումներին, իսկ սա հենց իրենց կողմից բերված դրված մի տականք էր, որը որ պետք է վերացներ հայի ինքնությունը, վերացներ հայի արժանապատվությունը, վերացներ մեր ընտանիքը եւ հավատքը ու հիշողությունը դրանից հետո ինչ հայի մասին է խոսքը որ հայի մասին է խոսքը որտեղ ես դուք կնքվել ով է որտեղ եք դուք որպես չգիտեմ ամուսիններ եկեղեցի գնացել եք թե ոչ որտեղ ով է ձեր երեխաների կնքահայրը Նիկոլ Փաշինյան եւ Աննա Հակոբյան այս հարցադրումները որպես քաղաքացի որպես 3 միլիոն վարչապետերից մեկը ձեզ եմ դիմում եւ որևիցե ձևով փորձեք պատասխանել այդ հարցերին ինչ դավանանք եք դուք այսօր դավանում եթե իհարկե դավանում եք ներից բացի ուրիշ այլ դավանանքներին ով եք դուք որ դուք խառնվեք հայ առաքելական եկեղեցու մեր բարձրաստիճան այրերի վեհափառի սրբազանների մեր վանահայրերի գործունեությանը կարծում եք այնտեղ ինչ որ խնդիրներ չկան իհարկե կան այդ խնդիրների մասին կարելի է խոսել իհարկե կարելի է խոսել բայց ձեզանից սկսեք հələ դուք ձեր խնդիրները մի հատ ձեր մեջ լուծեք կարգավորեք նա դուք ձեր երեխաներին հələ հավաքեք կլուբներից ու եսի մինչերից անհասկանալի միջավայրերից ու անհասկանալի տրամադրություններից դուք եք քրիստոնեական ավանդույթներով ապրում դու ես քեզ համարում որպես հավատավոր զավակ սրիկա սուտ ասան խափեպա 7 տարվա մեջ մի բար
դու իրականություն չես ասել, արել այն, ինչ խոսել ես եւ արել ես հակառակը։ Միակ բանը երևի որ քո կողմից կարելի է փոքրիկ պլյուս դնել, դա նա էր, որ շատերի դեմքը բացեցիք, շատ շատերի։ Այդ աղջկան ինչ ես նշանակել, ինչ որ, չգիտեմ, պաշտոն եք տվել առաջի տիկին, ինչ առաջի տիկին, այս ինչ եք մցնում, այս ինչ նոր կամ հին տրադիցիաներ եք օգտագործում, բառախաղ եք անում։ Ուզում ես Անան գնա ինչ որ հանդիպումների տուր, դեսպան, ինչ այդպեսի ինչ որ պաշտոններ էլ ունեիք, չգիտեմ, հատուկ հանձնարարություններով կամ բաներով բերում օգտագործում ճանապարհում եք ինչ որ տարբեր մարդկանց ժամանակի ընթացքում պաշտոնի ինչ որ հարց լուծելով դրան կոնկրետ կարգավիճակ դու հույսով եմ կուսակրոն չի որ կաթողիկոս առաջադրես բայց դեսպան կարող ես առաջադրել ինչա մեծ աղբերդ էլ Ադրբեջանում կնոջը փոխնախագահ է տվել չկա այդքան դուխը չի հերիքում գլխարկը դի դուխը կգա տեղը եւ նշանակի դեսպան թող գնա հանդիպումներն անցկացնի, այս ինչ հիմնադրամ, չգիտեմ, առաջի տիկին, հարկատուների հաշվին հանրապետությունում այս մարզից են, կլուբից են, կլուբ գնում խելք եք սովորեցնում, ամբողջ կյանքը մարդկանց գրպանները մտնելով, ջեպկիրություն անելով գնում եք խելք սովորեցնելու, հա, մարդիկ էլ ստիպված ինչ-որ աշխատանքից որ չանչանեն, գալիս են լուռումունջ դալիչներում նստում են, դուք էլ գիտեք, թե այդ ձեզ էին սպասում կամ ձեզ հարգում են, դուք գոյություն չունեք, բոլորն է գիտեն, որ դուք ազգային դավաճաններ